Բարև եղբայր։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Բարև ձեզ, լավ եք։ Բարև ձեզ, 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 բարև ձեզ։ Բարև ձեզ, 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 լավ եք ժողովուրդ ջան։ Բարև եղբայր, ում չբարևեցի, ում չբարևեցի, բարև։ Ահա, այս դպրոցը հիշում եմ, որ մարզադահլիճը կառուցել ենք։ Ժողովուրդ, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ։ Լավ եք։ Ուրախ եմ շատ, լավ, բարև ձեզ։ Ժողովուրդ ջան, բարև ձեզ, ի սկզբանե ես զարմացա, որ տեսա, որ մեր պլանում եղեգից խոշորացված համայնքը Շատին բնակավայրը ի սկզբանե նախատեսված չի եղել, աստծի չի լինի գանք Վայոց ձորի մարզ եւ Շատին չմտնենք, եղեգից խոշորացված համայնքի բնակավայրից որև մեկը չմտնենք եւ շնորհակալ եմ, որ հրատապ գործնական կես ժամ առաջ ենք որոշումը կայացրել եւ եկել եք, սա մեզ համար մեծ ուրախություն է։ Հիմա ես հիշում եմ, որ դահլիճի նորոգման առիթով եկել էինք Շատին գյուղ եւ նաեւ այդ ժամանակ դպրոցի հիմնանորոգման խնդիրը բարձրացավ եւ դպրոցի հիմնանորոգումը կավարտենք երբ։ Մյուս տարվա ուսումնական տարվա տիկին սեպտեմբերին արդեն կունենանք, բայց շատ կարևոր է նաեւ, որ մենք կառավարության ծրագրով այս հատվածում նաեւ տուրիստական կլաստեր ձևավորելու որոշում ենք կայացրել եւ Եղեգիսի կիրճը մեր հանրապետության ամենագեղատեսիլ վայրերից մեկն է եւ մենք համոզված ենք, որ ընդհանրապես ժողովուրդ տեսեք շատ է խոսվում նրա մասին, շատ կարեւոր է նաեւ թե որ մենք բարեկեցության մոդելի շուրջ հանրային համաձայնություն ձեռք բերենք եւ իմ ընկալումը այն է, որ մենք բարեկեցության ամենահուսալի ձևն այն է, որ մենք հնարավորություն ստեղծենք, որ մարդիկ աշխատեն եւ իրենց աշխատանքի արդյունքում ստանան արդյունք։ Եվ այսօր մանավանդ Եղեգիսի համար եւ Եղեգիսի հետ կապված մեր ընկալումների համար շատ կարեւոր եւ մեծ նորություններ կան։ Հայաստանում զբոսաշրջիկների թիվը էականորեն աճում է։ Այս տարվա հունվար-ապրիլին, նախորդ տարվա հունվար-ապրիլի նկատմամբ 34% զբոսաշրջիկների աճ է գրանցվել։ Ես չգիտեմ Եղեգիսում դա երևում է, չի երևում է, դա շատ կարևոր է, բայց դա գիտեք ամենակարևոր առանձնահատկությունն է, որ մի զբոսաշրջիկ ես կարծում եմ մեր մեծագույն խնդիրն է, որ իրանն են ճանապարհենք, որ գնայինք իր հետևից 3-ին ուղարկի։ Այդ 3-ը մտավ Եղեգից, դուրս եկավ, գնանց իրանց հետևից 9-ին ուղարկեն եւ տենց աճի։ Եվ սա շատ կարևոր է, մենք էլ շատ կարևոր իհարկե դրա համար նաև շատ կարևոր է, որ մենք դպրոց ունենանք, պատշաճ եւ կրթություն ունենանք, որ մեր մեծացող սերունդը զբոսաշրջությունը ընդհանրապես աշխարհում շատ լուրջ բիզնես է, շատ լուրջ գործ է։ Եվ մենք հույս ունենք նաև, որ այդ զարգացումները հնարավորություն կտան, որպեսզի եղեգիստի երիտասարդները մնան Եղեգիսում եւ զբաղվեն։ Ախր դրախտ է սա ժողովուրդ, դրախտ է։ Դուք ամեն օր արթնանում եք, այս ամեն ինչ ուտում եք, ձեր աչքին սովորական բան է սա, բայց իրականում դրախտ է։ Եվ դուք պետք է, եւ այստեղ մարդիկ պետք է լավ ապրեն, եւ այստեղ մարդիկ պետք է շատ բարեկեցիկ կյանքով ապրեն։ Դրա համար պետք է մեզ, որպեսզի զարգացնենք տնտեսությունը, բայց դրանից առաջ զարգացնենք կրթությունը, կրթության վրա հիմնված աշխատանքը, աշխատանքի վրա հիմնված բարեկեցությունը։ Բայց իհարկե մենք հասկանում ենք նաեւ, որ մեր ավագ սերնդի ներկայացուցիչների համար լրացուցիչ գործողություններ պետք է անենք, այդ է պատճառը, որ մենք հպարտությամբ այսօր արձանագրում ենք Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ միջին կենսաթոշակը ժողովուրդ 2018 թվականից մենք 8 տարվա ընթացքում
նվազագույն կենսաթոշակը երրապատկել ենք, երրապատկել։ Երբ որ 18 թվին մենք ես վարչապետ եմ դարձել, նվազագույն թոշակը Հայաստանում եղել է 16000 դրամ։ Այսօր նվազագույն թոշակը Հայաստանի Հանրապետությունում 46000 դրամ է։ Եվ միջին կենսաթոշակը սպառողական զամբյուղից։ Եվ մենք 10000 դրամով ավելացրել ենք թոշակը, 10000 դրամ եւս յետ վճարն է լինում։ Այն մարդիկ, ովքեր նախկինում ստիպված են եղել տասնյակ հազարավոր 20-30 դրամ դեղեր գնել, այդ մարդիկ այսօր առողջության ապահովագրության միջոցով այդ ծախս այդ դեղերի վրա չեն անում եւ իրենց բարեկեցությունը այդպիսով ավելանում է։ Բայց ամենակարևոր նորությունը եւ ամենակարևոր արդյունքը, որով ես դուրս եմ եկել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների տրաշավի, դա այն է, որ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո խաղաղությունը հաստատված, սիրելի շատենցիներ, եւ ես եկել եմ նաեւ ձեզ շնորհավորելու այդ խաղաղության առիթով։ Եվ ես կարծում եմ, որ դա մի առիթ է, որ այո, մենք կարող ենք ծափահարել, որովհետեւ շորտ խաղաղությունը մի ճանապարհ է, որը մեզ որը բացում է մեր դռները դեպի իրական կյանք։ Երբ որ ես կարծում եմ, որ Հայաստանի ժողովուրդը շատ տառապանքների միջով անցել եւ եկել է ժամանակ դռները ժողովրդի համար կյանքը վայելելու, իրանց ազատ եւ պաշտպանված զգալու։ Եվ այսօր Հայաստանի Հանրապետությունում կա խաղաղություն։ Շատերն են կասկածի տակ դնում այդ խաղաղությունը, ասելով դե հիմա կա, այդքան էլ պարզ չէ, այդ խաղաղությունը կա, այդ խաղաղությունը կա, բայց այդ խաղաղությունը նորածին, այդ խաղաղությունը դեռ մի տարեկան չկա, մի տարեկան, եկեք պատկերացնենք, իրան կարող ենք համեմատել ուղիղ 12, այդ կարող ենք համեմատել 9 ամսեկան երեխայի հետ, ճշգրիտ կարող ենք մեր ունեցած խաղաղությունը համեմատել 9 ամսեկան երեխայի հետ, 9 ամսեկան երեխան կա, թե չկա, նա մարդ է, թե մարդ չի, նա անհատ է, թե անհատ չի, նա կա, անհատ է, մարդ է, ունի անուն ազգանուն, բայց կա առանձնահատկություն, եթե այդ խաղաղության նկատմամբ հոգ չտանենք, այդ խաղաղությունը 9 ամսեկան երեխան չի կարող ինքնը ոտքի կանգնել եւ մեր խնդիրն է հետեւաբար հոգ տանել խաղաղության համար, հոգ տանել, որ խաղաղությունը ամրանա, խաղաղությունը պաշտպանված լինի, հոգ տանել, որ խնամք լինի խաղաղության նկատմամբ։ Եվ սա է այսօրվա մեր առանցքային եւ հիմնական ուղերձը, եւ մենք հույս ունենք, որ դուք 2026 թվականի հունիսի 7-ին կգնաք ընտրական տեղամաս եւ տեր կկանգնեք խաղաղությանը, տեր կկանգնեք անկախությանը, տեր կկանգնեք պետությանը, տեր կկանգնեք ապագային, որը այսօր է։ 2021 թվականին մենք եկանք ձեզ ասացինք, որ ապագա կա, ժողովուրդ այսօր վերադարձ ձեզ ապագան այսօր է։ Մենք իրար հետ կարողացել ենք հաղթահարել մեր եւ ապագայի միջև եղած տարածությունը, մեր ողջ պատմության ընթացքում ապագան եղել է միշտ հեռու եւ անհասանելի ինչ-որ բան, որի մասին մենք կարող ենք միայն երազել, իմանալով, որ մենք պիտի միայն երազենք եւ դրան երբեք չենք հասնելու։ Հիմա ինչու ենք մենք ասում, որ մեր ժամանակաշրջանը պատմական է, որովհետեւ մեզ հաջողվել է մեր եւ ապագայի միջև եղած տարածությունը հաղթահարել եւ մեր ապագան ոչ միայն մի ձեռքի երկարությամբ է, ապագան մեր ձեռքերում է եւ հետեւաբար մենք ձեզ կոչ ենք անում 2026 թվականին գնալ ընտրական տեղամասին եւ տեր կանգնել ապագային։ Եվ մի վերջին, բայց կարևոր միտ։ Այսօր մարդիկ կան, որ դուրս են եկել Հայաստանի քաղաքական դաշտ, ասում են դե այս ամեն ինչը էական չի։ Մենք իրանց մասին ասում են, մենք ըլնելու ենք կամ ես ըլնելու եմ վարչապետ։ Դե լավ, դե այդ բաները հա լավ հարցա այդ ընտրությունը, հա ես ըլնելու եմ վարչապետ։ Ես էլի ասում եմ, մարդիկ չեն հասկանում, այսուր են եկել, այսուր են ընկել։ Ինչա նշանակում 2026 թվականի Հայաստան։ Իսկ 2026 թվականի Հայաստան նշանակում է ես չեմ կարող որոշել, որ ես վարչապետ եմ լինելու։ Որևէ մեկը չի կարող որոշել, որ ինքը վարչապետ է լինելու, որովհետև վարչապետ լինելու հանգամանքը կախված է, բայց այդ մեկ մարդը ես չեմ։ Մի մարդուց է կախված, բայց այդ մեկ մարդը ես չեմ։ Ո՞վ է այդ մեկ մարդը։ Ո՞վ է լինելու վարչապետ Հայաստանի Հանրապետության
2026 թվականի ընտրություններից հետո ահա այդ կախվածա մի մարդուց ընդամենը մի մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես 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 եւ այդ մեկ մարդը դու եւ այդ մեկ դու ես եւ այդ մեկ մարդը 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 եւ այդ մեկ մարդը դու ես եւ այս մեկ մարդկանց համախումբն որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ եւ պետականա տեր ժողովուրդ Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը եւ ուրեմն բայց եւ այս ամեն ինչը հանդերձ մենք ձեզ խնդրում ենք եւ կոչ ենք անում կասնել ձեր որոշումը եւ ձեզ խնդրում ենք եւ կոչ ենք անում գնալ ընտրական տեղամաս 2026 թվականի հունիսի 7-ին եւ ցնել համար 16 քվեաթերթիկը ի նշան եմ բանի որ ձեզ են դուք պետությանը տեր եք անկախությանը տեր եք ապագային տեր եք խաղաղությանը տեր եք Եղեգիսին տեր եք, Շատինին տեր եք, Վայոց ձորին տեր եք, Հայաստանի Հանրապետությանը տեր եք, Փառք նահատակներ եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ շատ։ Ժողովուրդ ջան, մենք Շատի բանկով բնականաբար մենք սկսել ենք արդեն աշխատանքները, թե պետք է սկսենք։ Շատի բանկը կառավարության բյուջեի միջոցներով վերականգնման աշխատանքներ են արվում։ Գիտեք, դա է շատ կարևոր բան։ Իհարկե Շատի բանկը մենք ինչի համար ենք վերականգնում ժողովուրդ ջան։ Իհարկե որ նա մեր սրբությունն է եւ մեր պատմական եւ հոգեվոր ժառանգության մասն է։ Բայց ես ուզում եմ ասել, որ դա չի ամենակարևորը։ Ամենակարևորն է մենք Շատի բանկը նորոգում ենք ձեզ համար։ Այսօր Գեղեցիկ խոշորացված համայնքում ապրող մարդկանց համար, որ Շատի բանկը ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ բերի, որի արդյունքում Գեղեցիկ խոշորացված համայնքում, Վայոց ձորում, Հայաստանի Հանրապետությունում ապրող մարդկանց կյանքը ավելի լավանա։ Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսը ասում էր կանթեղը չեն վառում եւ դնում սեղանի տակ, այլ կանթեղը վառում են եւ դնում են բարձր տեղ, որ լույս տա։ Մենք Գեղեցի եւ մենք Շատի նավանքը մյուս պատմամշակութային հուշարձանները առաջինը նորոգում ենք, որովհետեւ իրանք մեր կանթեղն են, մեր սրբությունն են, մեր պատմական ժառանգությունն են։ Բայց մենք ուզում ենք, որ այն տրվի սեղանի վրա, բարձր տեղ աշտանակի վրա, որպեսզի լույս տա Գեղեցի կիրճում ապրող մարդկանց կոնկրետ իրենց բարեկեցությամբ, որ մարդիկ ավելի լավ ապրեն, որովհետև եկել է ժամանակը, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կյանքը վայելի։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ։ Ժողովուրդ ջան, մենք հիմա պետք է շտապենք Եղեգնաձոր, որտեղ 19:30 ամֆիթատրոնում մեծ հավաքն է նախատեսված, եւ եթե ժամանակ տրամադրություն եւ հավես ունեք, բոլորից սպասում ենք այնտեղ։ Շնորհակալ եմ, հարկ համարեցինք անպայման Եղեգից խոշորացված համայնքում, Շատինում կոնկրետ լինել եւ Եղեգից խոշորացված համայնքի մյուս բնակավայրերի մեր սիրելի բնակիչներին մեր անունից ջերմ բարևներ, սիրում ենք բոլորիդ։ Հաջան։
Մենք մեկ խնդիր ունենք։ Ասեք, եղբայր։ Գազի հիմնական շնորհակալ եմ գազի խնդիրը մեր համայնքը ու մեր շատ են կոնկրետ։ Ինձ թվում է այդ խնդիրներ մարզպետարանի եւ կառավարության եւ տարածքային կառավարման նախարարության ուշադրության ներքո են կզբաղվենք։ Հանրապետությունում տենց հարց չկա գազի, չէ՞, ասացի։ Գազի, ջրի եւ այլն, որ բացասեն, ասենք չէ, դե մենք չենք լուծում։ Բոլոր հարցերը մեր հարցերն են, իրար հետ լուծելու ենք, հերթով լուծելով։ Հերթը էլի մեր կոնկրետ։ Նկատի կունեմ։ Ես դպրոցի տնօրենն եմ եւ անչափ շնորհակալ եմ ձեզ այս հրաշքի համար, որ Ես եմ նվիրելու եք մեզ շուտով։ Ես եմ Անչափ շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ։ Լավ է, Հաջան, Մի խնդրանք, ասեք, եղբայր։ Արտաբույնքում ես հիմա 1000 հատ տուրիստ կան։ Ճանապարհ չկա, ցախածքար ծնվատաբերդ էտալու համար։ Այդ ճանապարհը տրանսպորտն չկարում է դա։ Ուղղակի ես հարցնում եմ Ճանապարհի հարցը ո՞նց եք պատկերացնում, որ չլուծենք։ Կլուծենք։ Իմպիչմենտի տղաներից եմ, պետք է Շնորհակալ եմ։ Քոչարը բանի Սիսյանի Արաքցյանը միասին ենք ելել 2000 Բարև եղբայր, լավ ես։ Ուրախ եմ։ Չէ, ժամանակ չունենք, եկեք գնանք։ Հա, եղբայր ջան։ Ուղղակի ես պոյակի աշխատանքի շատ դժգոհ եմ։ Ում։ Ուղղակի Որ փողակի։ փորձագիտական եզրակացություններ որ գալիս են շենքեր։ Կրկնակի անգամ իզանից գումար ենք պահանջում։ Իսկ ինչ է փորձակնում։ Մարկեր էի վերցրել, ընկել էի Իվանի տակ։ Դրել մաքրել էի։ Կրկնակի անգամ, մի անգամ տիկինս 200-1000։ Մի հատ ով կա օգնականներ, մի հատ կոորդինատ վերցրեք էլի։ Աջան, ով կա օգնականներ։ Գաք ջան, մի հատ զոհվածի հայրը էլի, մի հատ կոորդինատ վերցրու հասկանանք ինչ պրոբլեմա։ Շնորհակալ ենք շատ։ Զոր ջան, պետքա գնանք։ Ասա, եղբայր ջան։ Շատին ճանապարհը որ կա։ Որը։ Մետոպե սպասի հարցնամ առաջարակ ընտրեցեն։ Հավաք Ուրեմն սպասել։ շատին ճանապարհ որ մնացել շատին։ Հա։ Հենց շատին ճանապարհ։ Նոր որ եկան Խաչմերուկի։ Այն 250 մետր որ։ Տեսա ես նկատեցի։ Ուրեմն Նկատեցի որ տեսա։ 2 տարի առաջ մեր երեխան 10 տարեկան թորս իր ծննդուրը գավ ավարյալ տակ մահացավ երեխան։ Ցավակցություն եմ։ Ուրախ եմ, կներես։ Նեղվան ուրախում, հա։ Ուրեմն չկատարվելի։ Խնդրես եմ այդ տարածքում գյուղացինել, ընդհանուր գյուղացինել ճանապարհն օգտվել, արագաչափ տեղադրեք։ 9 հատ զեբրով, սիպտակ գծով նկարած, նույն 120 արագությունով ընդեղից հատոներից դիսեն։ Նկատի կունեմ։ Իշվոր նկատին իմանացի ձևի, ընդհանուր գյուղացին օգտվելու։ Ու երեխաներն են նկատվել, 30 հոգի երեխա։ Ցավակցություն եմ եղբայր։ Նորից ցավակցություն։ Շնորհակալություն։ Ցավակցություն։ Գնացինք Ժորժ ջան, եկեք ով ժամանակ ունի, եկեք գնացած։ Դուխով, շնորհակալ ենք շատ։ Դուխով։ Այսպեսին էր մեր չնախատեսված, բայց կարևոր այցը շատ է։ Սիրում ենք Եղեգից խոշորացված համայնքի մեր բոլոր սիրելի